Կորնիձորում, Խնածախում, Խոզնավարում, Արավուսում, Վաղատուրում ու Քարաշենում։ Մշակութային համարներով, գունագեղ տաղավարներով եւ առատ սեղաններով, բազմաթիվ հյուրերի հետ տեղ համայնքի բնակիչները տոնել են աշունը, ցուցադրել իրենց այգիների առատ բերքը, տանտիկինների ձեռքի շնորհքը, երիտասարդների ուժն ու մանուկների տոկունությունը։ Ձմռան առաջին օրն էլ հավաքվել են տեղի մշակույթի կենտրոնում ամփոփելու միջոցառումները, նաեւ որոշելու, թե որ գյուղներ լավագույնս ներկայացել աշնանտոնին։ Ինձ դուր է եկել Կորնիձորը ու Արավուսը։ Բոլոր գյուղերն էլ հաղթել են, բոլորն էլ շատ գեղեցիկ էին եւ ինձ թվում է այստեղ հաղթողներ եւ պարտվողներ չկան, բոլորս էլ հաղթել ենք։ Բնականաբար Քարաշենինն էր լավ։ Քարաշենից եմ, Քարաշենինն էր լավ, ինձ ամենաշատը Քարաշենին է դուր եկել։ Պատար հիվանդ եմ իլել, դրա համար էլ մի կուտուր լավ եմ տարել, դրա համար կեմ եմ եսել եմ երկնելու պարկեն։ Համայնքի ղեկավարի խոսքով բոլոր նպատակները, որոնք ուներ նախաձեռնության սկզբում, իրականացել են։ Համերաշխությունն ու միասնականությունը, որ ակնկալում էր, տեսանելի էր բոլոր բնակավայրերում։ Պաշտոնավարման ժամանակ ես ճիշտ ասած ուրախություն չեմ տեսել։ Հենց խաղաղության կնքելուց հետո այս միտքը առաջացել, ու սկսել ենք այսպիսի միջոցառումներ անել, ինք խորագրով աշնան 7 գույներ, այդ խորագրով հենց միջոցառումները սկսված, բոլոր 6 գյուղերում ուրեմն միջոցառումները արել ենք, այսօր ամփոփումն ենք անում տեղ խոշորացված կենտրոնում, զուտ խաղաղության ներքո այդ միտքը առաջացել, ու սկսել ենք նպատակս նայա, որ մարդկանց միավորենք, այսօր մարդկանց դեմքներին ես ժպիտը որ տեսնում շատ ուրախ եմ։ Ես անկեղծ եմ ասում, ես ժպիտ չեմ տեսել, այս ժողովրդի 4 տարյա ժպիտ չեմ տեսել։ Տեղում խաղաղ է, սա շենացող բնակավայր է նոր կառուցվող տներով, բազմաթիվ հոգևոր ու մշակութային կոթողներով, շեշտում է Դավիթ Ղուլունցը։ Համայնք հրավիրում զբոսաշրջիկներին, բլոգերներին ու լրագրողներին։ Շատ հիանալի զբոսաշրջության տեղեր կա, որ մարդիկ իրոք կարող են գալ եւ տեսնել։ Օրինակ, այս պահին նախագիծ ենք անում միջպետական ճանապարհից դեպի Սուրբ Գևորգ եկեղեցին, ճոճվող կամուրջ են կառուցում 125 մետր 26 թվին ինքը նախագիծը պատրաստ կլինի ու ես կհայտնեմ, որ թող բոլորն էլ ներկայանան։ Ինքը համայնքը շատ տեղեր ունի որպես լուսաբանելու, մարդիկ տեսնելու, արդեն նորից եմ կրկնում, նորից որ չկա կրակոց, խնդրում եմ թող բոլորն էլ գան, բոլորն էլ տեսնել, ու վայելեն այս համայնքի բույրն ու համն ու հոտը։ Facebook-յան քվեարկությամբ որոշվել է, որ լավագույնս աշնան գույները ներկայացրել է Կորնիձորը։ Բնակավայրում իրականացված միջոցառումը համակարգել է նախնական ուսումնական հաստատության տնօրենը։ Նրա խոսքով այստեղ տոնական օրը երկար են հիշելու։ Մենք հավասարապես կարևորել էինք ոչ միայն առատ սեղանները, ոչ միայն բերք ու բարիք, այլ նաև մշակութային կյանքը։ Այսպես միմյանց հետ շաղախված էր այդ երկուսը եւ մենք նշել էինք, որ գրեթե չէր կարելի անջատել կենցաղը եւ մշակույթը իրարից։ Այս խիստ ներծծված էին միմյանց մեջ եւ գուցե հենց առավելությունն այդ էր։ Համայնքի բոլոր բնակավայրերը խրախուսական պատվոգրեր ստացան։ Գլխավոր մրցանակը ճանաչողական այցն է Գյումրի, ու ինչպես միասնաբար պատրաստվել ու իրականացրել են միջոցառումները, այնպես էլ համախմբված յուրաքանչյուր բնակավայրից 2-3 ներկայացուցիչ ներառող խմբով կմեկնեն Շիրակ։ Տիգրան Հիբադալյան, Մհեր Մանուչարյան, Սյունիք լուրեր։